Մի սպասեք, որ տոներ լինեն։ Ամեն օր սիրեք, չէ որ ամեն մարդու չի տրված սիրելը։ Եթե սեր ունեք, պահեք եւ փայփայեք։ Ինչպես է ստացվել, որ տղամարդկանց աշխարհում էմոցիաները ցուցադրելը ամոթ է, չի կարելի։ Տղամարդիկ ցույց են տալիս իրանց սերը գործողություններով։ Ինչ անել սիրել։ Երբ տղամարդը սիրում է, ինքը գործողություններ է անում, հրաշքներս։ Մեզ համար սերը էմոցիաներ են, մեզ համար սերը սիրուն խոսքեր են, խոստովանություններ են, բայց տղամարդիկ գործի մարդիկ են։ Աղջիկներ, անջատեք ձայնը եւ տեսեք ձեր տղամարդիկ ձեր համար ինչեր են անում։ Տղամարդը իր գործով է ցույց տալիս, որ սիրում է։ Ոնց հասկանամ, տղամարդը ինձ սիրում է, թե ոչ։ Աղջիկներ են ինձ գրում։ Դա դժվար չի իմանալ։ Տղամարդու ձայնն է փոխվում, տղամարդու խոսքն է փոխվում, պահելաձևն է փոխվում, ամեն ինչ ուրիշ ձև է դառնում։ Ընդամենը մի հարց տվեք ձեր ամուսնուն, ձեր սիրած տղամարդուն, ձեր նշանածին, ընդամենը մի հարց։ Սիրելիս, ես ոնց փոխվեմ, որ դու ինձ ավելի շատ սիրես։ Եթե ձեր տղամարդը կասի, ոչ մի բան մի արա, մնա տենց ոնց կաս, ուղղակի ուզում եմ, որ դու ավելի երջանիկ լինես, ավելի ուրախ լինես եւ ավելի լավ զգաս քեզ։ Այս տղամարդը ձեզ սիրում է, հրաշքներս։ Ոնց հասկանանք տղամարդիկ ինչ կին են սիրում։ Տղամարդիկ սիրում են ուրախ, ոչ ստաբիլ, իրանց վրա աշխատող, զարգացող եւ փոխվող կանանց, հրաշքներս։ Տղամարդը վերցնում է իր վրա պատասխանատվությունը քո համար, ընտանիքի համար, երեխաների համար։ Եթե ուզում եք հասկանաք, տղամարդը սիրել գիտի, թե ոչ, նայեք իր կնոջը, նայեք իր մայրիկին, նայեք իր քույրիկին, աղջկան, եթե տղամարդը է մեծատառով եւ սիրել գիտի, իր շուրջը բոլոր կանայք ուրախ են ու երջանիկ, հրաշքներս։ Երբ կասկածում ես, սիրում է թե ոչ քեզ քո տղամարդը, հիշի, հարցեր քեզ տալիս է, իր համար շատ հետաքրքիր է դու ոնց ես ապրում, ինչ ես արել ամբողջ օրը, ինչի մասին ես մտածում, ինչի մասին ես երազում, ինչ խնդիրներ ունես։ Տղամարդը գալիս է քո կյանք եւ ասում է, ինչ անեմ քո համար, ոնց անեմ, որ թեթևացնեմ քո հոգսերը, որ դու միշտ ուրախ լինես։ Տղամարդը կիսվում է քո հետ իր պլաններով, ոնց ենք ապրելու, մեր ապագայի մասին եւ ոնց է լինելու մեր կյանքը մոտակա 50-60 տարին։ Տղամարդը խոսք է տալիս եւ իր խոսքը կատարում է։ Այդպես է սիրում տղամարդը։ Հարց կա, ինչպիսին պետք է լինի կինը, որ տղամարդը իրան շատ սիրի։ Այո, գեղեցիկ։ Այո, կինը իրան պետք է հետևի, պարտադիր, նուրբ լինի, կանացի լինի, կինը պետք է նազանքով լինի։ Տղամարդիկ շատ սիրում են անսպասելի բնավորությունով կանանց։ Երբ որ իրանք անգամ չգիտեն ինչա կարելի սպասել իր կնոջից։ Այո, դուք ինձ ճիշտ լսեցիք։ Տղամարդիկ չեն սիրում խելոք, ենթարկվող կանանց, իրանք սիրում են անսպասելի, ոչ արդինար բնավորություն ունեցող կանանց։ Մարդիկ հաճախ ընկնում են կյանքի մանր-մունր բաների հետևից, ինչ որ խոսքերի հետևից, ինչ որ չստացված փոքրիկ անհաջողությունների հետևից, բայց մոռանում են, որ ունեն սիրող մարդ կողքին, մոռանում են, որ կյանքը գնում է, էլ չի վերադառնում, մոռանում են, որ այսօր դու երիտասարդ ես, ունես սեր, էներգիա ունես, կարող ես սիրել անմնացորդ, նվիրվել, ընկնում են մանր-մունր բաների հետևից, հրաշքներս։ Կյանքը մի ակնթարթ է, այ հիմա, անցյալը անցել է, ապագան ոչ ոք չգիտի, այս պահը սիրեք իրար ու վայելեք, տվեք իրար ամեն ինչ, ինչ որ կարևոր է, թե մեկի համար, թե մյուսի համար։ Հրաշքներս գնահատեք այն, ինչ որ Աստված ձեզ տվել է։ Ու ամեն առավոտ արթնանալուց եղեք շնորհակալ։ Մի մոռացեք, եթե դուք ունեք սեր, փայփայեք այդ սերը։ Սերը ենթատեքստեր չգիտի, սերը ուրախացնում է, սերը համբերում է, սերը սպասում է, սերը հետևում է, սերը տալիս է։ Սերը նա չի, որ դու ասում ես, ես առանց քեզ ապրել չեմ կարա։ Եթե դու սիրում ես, դու կարաս առանց իրան ապրես, հանգիստ, վայելես քո կյանքը, ուրիշ մարդկանց հետ ապրել, բայց սերը նա է, երբ որ դու ընտրում ես իրան
ու ուզում ես իր հետ ապրել, որովհետև ինքը քեզ հետաքրքիր է։ Մարդիկ իրանց սերը արտահայտում են տարբեր ձևերով։ Ով երջանիկ ընտանիքում է մեծացել, որտեղ մայրը, հայրը իրար հասկացել են, իրար սիրել են, երեխաներին են հասկացել ու սիրել, այդ երեխան հասկանում է, որ սերը երջանկություն է եւ այդպես էլ սիրում է։ Իսկ երեխան, որը մեծացել է դժվար ընտանիքում, որտեղ մայրը սառն է եղել, հայրը միգուցե տուն էլ չի եկել, այդպիսի մարդիկ գիտեք ինչ ձև են սիրում։ Ընտրում են մի մարդ, որի կողքին կզգան նույն էմոցիաները։ Սերը էմոցիաներ են։ Վերջապես, ինչ է սերը։ Դա քիմիա է, բայց ես մի բան ասեմ։ Աստվածն է մեզ իրար հանդիպացնում։ Այ այնտեղ է զույգերը կազմվում եւ մի մտածեք, որ դուք եք որոշել ում եք սիրելու, այնտեղից է որոշվել եւ ինքն է մեզ իրար հանդիպացնում եւ ստեղծում մեր զույգերը։